Տարբեր փուլերում անընդհատ Ադրբեջանը, եթե նույնիսկ վերցնենք ձեր ասած հետպատերազմյան հանգամյա ժամանակահատվածը, ապա Ադրբեջանը անընդհատ որ պահին իրեն պետք է անընդհատ նոր, այսպես կոչված հակակշիռների բանակցային գործընթաց առաջ բերում։ Օրինակ, երբ որ պատերազմից հետո Արցախի հարցը այս կամ այն ձևով շոշափում էր, Ադրբեջանը արագ ստեղծեց արհեստական թեմա, այսպես կոչված Արևմտյան Հայաստանի, եւ բերեց փորձեց դա հակակշռել Արցախյան թեմայով։ Հիմա որից հիմա հրաժարվել է ասում։ Ադրբեջանը, ես չեմ տեսել որ դրանից հրաժարվել է։ Ադրբեջանում կարծում եմ պետական քաղաքականության մեջ չկա այս ձայնը իջեցվել է, բայց ինքը թեման որևէ հիմք չկա պնդելու, որ թեման համել է։ Ես կարծում եմ դա պայմանավորված է նրանով, որ կա որոշակի պայմանավորություններ, կա նախաստորագրած փաստաթուղթ, Ադրբեջանը դա փորձում է ամեն գնով կյանքի կոչել եւ այս ճանապարհին հասկանում է օգոստոսի 8-ի մասին։ Այո, օգոստոսի 8-ի պայմանավորություն, որի զուգահեռ նաեւ հրապարակվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այն համաձայնագրի նախագիծը, որը ներկայացվեց որպես նախաստորագրված տարբերակ։ Ադրբեջանը հասկանում է, որ մեկ այլ իրողությունների կամ իշխանության պայմաններում հաջորդիվ նկատի ունեմ իր համար կարող է դա դառնալ խնդրահարույց եւ նա փորձում է օգտագործել այս ժամանակը իր կարծիքով իր համար ամենաբարենպաստ պայմաններում այդ համաձայնագրի ստանալու համար թեև նա նաեւ իրեն լրացուցիչ ապահովագրում է ես այդ ապահովագրությունը տեսնում եմ այսպես կոչված համանդրական բարեփոխումներ Հայաստանին պարտադրելու մեջ ու բարեփոխումը ասած այստեղ ճակերտների մեջ փոփոխություններ որովհետև մեծ առումով նույն այդ պայմանագիրը նախաստորագրված որը հրապարակվել է ըստ էության դրա մեջ կետերից մեկով նշվում է որ այս փաստաթուղթը ըստ էության գերակա է երկու պետությունների օրենսդրությունների համար եւ այս տեսանկյունից ադրբեջանական պահանջը եւ նաեւ մտահոգությունները անկախության հռչակագրի եւ սահմանադրության մեջ ամրագրված ներկայ կարգավիճակի հետ որևէ առնչություն չունեն իրականության